Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցությունը նախընտրական քարոզարշավն իրականացնում է մարզերում բնակիչների հետ անմիջական շփումներով։ Գործընթացը մեկնարկել են խորվիրապից։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Շիրինյանն է։ Հայ ժողովրդի համար շատ կենսական է ունենալ քրիստոնեական ժողովրդավարություն, որտեղ ինքը առաջինն է պետական կրոն հռչակած ժողովրդի եւ դա փափուկ ուժի ահռելի պաշար ունի, այսինքն ստեղծում եք մի գործիքակազմ կամ միջոց այդ փափուկ ուժը ներքին եւ արտաքին սպառման համար ունենալու։ Ըստ Շիրինյանի, արկա դժվարությունների մեջ մեր ժողովրդի վերածնունդը երկու պայման ունի։ Երկիրը պետք է ապահովի ազատություն բոլոր իմաստներով եւ վերադառնա հայկական քրիստոնեության մշակութային ժառանգությանը։ Մենք ունենք պարլամենտ ունեցել ենք սովետական տարիներին, Գերագույն խորհուրդ, հետ սովետական հայ շրջան, բայց մենք պարլամենտարիզմ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք խորհրդարան բախումնային, դուք հիշեք, աճ կա, ծաղ կա, դրանք աճ ու ծաղ չեն, դեմ դիմաց կանգնած իրար են հոշոտում, իրար են ոչնչացնում, բուֆերը չկա, այն փափուկ անցումը, որը պիտի ապահովի դրանց ուրեմն այդ միացումը։ Կուսակցության ղեկավարի խոսքով հենց սա է պատճառը, որ պետությունը ցնցումների խնդիրը չի կարողանում լուծել։ Մի կողմը հեղափոխությունն իր պոտենցիալով հավաքվեց, ինչ որ կա, եւ երկրորդը ռուսական ուրեմն հակումով, ռուսականացած քաղաքական մտածողությամբ, անշուշտ դրա մեջ ռուսական կաղնի ծառայության աշխատանքի բերումով հակապետական, հականկախական տարրեր, որոնք նաև գողապետության շրջանում հարստացածներ են, այսինքն այստեղ քրյա օլիգարխիկ գողապետական հատվածի շահերից սպասարկող մասը, պարզապես սրանք խիստ հակադիր են։ Շիրինյանի խոսքով առաջիկա ընտրությունների արդյունքում այդ երկրորդ կողմը չպետք է մտնի խորհրդարան։ Պարզ է, որ ԿՊ-ն առաջինն է լինելու եւ անհրաժեշտ է, որ վարչապետը ունենա հենարան, եւ ես չեմ կասկածում, որ առաջատար իրենք են լինելու, բայց արդեն մնում է ընդդիմության հարցը, ընդդիմություն, ռևանշիզմ ընդդիմություն տեսանք, որ չի լինում, ինչքան են բնդել, եթե ռևանշիզմ ընդդիմություն չի լինում, նա քայքայչ աշխատանքով զբաղվում, երկիրը կայունություն չի ունենում, ստաբիլ վիճակ չկա, որ երկրում ստաբիլ վիճակ չկա, այնտեղ զարգացում չկա, պետության կառավարումը դառնում է օպերատիվ, սխալ փորձի մեթոդով ինչ կստացվի, իսկ դա բարձր հերանեկարի իմաստով ապակա չունի։ Դրա համար ժամանակն է, որ մենք ունենանք պարլամենտ, որտեղ կլինի աչը, տեսակա լիբերալը կա, ազատականը, ծախը լինի, մյուս մասը եւ ուրեմն կենտրոնը։ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցությունը ըստ Շիրինյանի աջ կենտրոնի կուսակցություն է։ Այն խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 12 համարի ներքո։ Եվ մեզ ամոթ է, որ չունենանք քրիստոնեական ժողովրդավարության կուսակցություն լինելով աշխարհում հենց պետականորեն առաջին կրոնը, բայց եթե մենք ոչ, բայ ով։ Լիանա Խաչատուրյան, Արամ Հարությունյան, լուրեր։